Եվրոպայում կյանքը կայֆեր է, մտածում են մարդիկ, ու ասեմ կոնկրետ Ավստրիայի վրով, հեսա գնում են Եվրոպա ու թեթև, հանգիստ, պետությունը ամեն ինչ կանի, իրանց համար ֆռան, չէ, ստեղ էլ պիտի աշխատես, ստեղ էլ պիտի տանջվես, ստեղի հարկերը ավելի շատ են, համեմատականով միջին ապրողը ստեղ ավելի վատ ավտո է քշում, քան Հայաստանում է քշում, չի վերաբերվում անհատական մարդկանց, ովքեր հաջողվել են ինչ-որ գործում կամ բիզնեսում ու լավ փող ունեն, այլ ընդհանուրին է վերաբերվում։ Ստե կա մեծ մինուս, որը մինչև չապրես Եվրոպայում չես հասկանա։ Հայաստանում, որ այդի ամեն օր ունես, ստեղ չունես։ Ստեղ կա պլյուսներ, որ ինչ-որ չափով ապահովված ես պետության կողմից, բայց եթե դու միջին աշխատող ես, եթե դու սկսեցիր շատ փող աշխատել, դու ապահովված չես ոչ մի բանից, դու քո գլխի տերն ես։ Ավստրիայում լավը այն է, որ ամբողջ սահմանները բաց են քո համար, ուր ուզում ես գնա մեքենայով։ Լավը այն է, որ ամեն ինչ օրենքով է, վատը այն է, որ այդ օրենքները պետքա սովորես դու ինչի իրավունք ունես, սովորես թե ինչ իրավունք ունեն քո հանդեպ օգտագործեն աշխատանքի ժամանակ, ինչ կարան, ինչ չեն կարա, եթե չէ քեզ խաբելու են նույնպես ինչ-որ ցանկացած ուրիշ երկրում, նենց չի, որ ստեսախ պաշտպաններ են կանգնած քեզ, պետք է իմանաս քո իրավունքները, ես մինչև հիմա այնքան նրբություններ կա, որ չեմ սովորել, տները ահա որ թանկ են, նորմալ տունը, նորմալ թաղամասում 3 սենյականոց 70 քառակուսին մի 400,000 եվրո է, կա 320-ով էլ, բայց թաղամասը արդեն վատանում է, իսկ լավ թաղամասներում կես միլիոն ու ավել, ունես չի այդ աշխատավարձը ստանալու ես, որ իդեալական փակես, միջին աշխատողները, սաղ կյանքները տրամադրում են ամուսիններով, որ աշխատեն, տան հիպոթեք փակեն։